բողոքում են, թե տարեցը ինչ-որ մի բան է տանում սենյակի անկյուններում, հա, պահում, ինչ-որ շորեր, սնունդ, հետո ասում է, որ նման բան չի արել, եւ մտածում են, որ խաբում է կամ իր կյանքից ինչ-որ մի բան է պատմում, բայց փոփոխված բովանդակությամբ ենթադրում են, որ խաբում են։ Իրականում մեր հոգեկանը հետաքրքիր ձևով է աշխատում, որ երբ որ լինում է հիշողության որոշակի այսպես մասնակի կորուստներ, մեր հոգեկանը դա լցնում է երևակայական պատմությամբ, եւ երբ որ տարեցը մի բան է պատմում փոփոխված ձևով, ինչ որ բաներ այսպես ճոխացնելով, դա հաճախ նրանից չի, որ ինքը խաբում է, ուղղակի դա իր հոգեկանի մեխանիզմ է եւ երևի պետք է ներողամիտ լինել այս առումով, համբերատար լինել, ներողամիտ լինել, հասկանալ, որ դա միտումնավոր կերպով չի արվում, այլ հոգեկանը մեր այդպես է աշխատում։ Եթե նախկինում սոցիալ-տնտեսական պայմաններից դրդված, զույգերը ապրում էին ծնողների, հա, այսպես եղբայրներով, գերդաստանով, հա, հիմա սոցիալ-տնտեսական պայմանները փոփոխությունների են ենթարկվել եւ կարծում եմ հենց սրանով է պայմանավորված նաեւ, որ մեր կենցաղավարությունն է փոխվում եւ զույգերն առանձնանում են, ընտանիքից անջատ են ցանկանում իրենց կյանքը կառուցել, առաջին պարզ պատճառը, որ սոցիալ-տնտեսական պայմանները ներում են, հա, եւ գուցե հա այս հեռավորությունով պայմանավորված մենք մեզ համար նկատելի է, որ նաեւ հաղորդակցությունն է որոշակի առումով նվազում, բայց կարծում եմ, որ այս գործոններն այդպես ուղիղ կերպով չեն կապվում, որովհետեւ եթե տարեցը ցանկանում է շփվի իր թորնիկների հետ, այդ հնարավորությունը փառք Աստծո մենք այսօր ունենք տեխնիկական զարգացում, ունենք հեռախոսներ, կարող ենք վիդեո, հա, տեսազանգեր իրականացնել, կամ նույնիսկ կարող ենք պայմանավորվել, երեխաները կարող են պայմանավորվել իրենց ծնողների հետ, որ շաբաթը մեկ անգամ հանդիպում ենք։ Այստեղ կարևորը ոչ թե ուզում եմ շեշտել, ոչ թե քանակն է, այլ որակը։ Ինչպես ենք մենք հաղորդակցվում միմյանց հետ, որովհետև մենք կարող ենք ամեն օր միմյանց տեսնել եւ ունենալ այսպես թունավոր քայքայիչ փոխհարաբերություններ եւ կարող ենք շաբաթը մեկ անգամ հանդիպել, բայց ունենալ կառուցողական, իրար ջերմացնող, էներգիա տվող փոխհարաբերություններ։ Այսինքն կարևոր է ավելի շատ որակապես լինի շփումը, քան քանակապես։ Բնականաբար տարեցների հետ աշխատանքը նույնպես բաղկացած է տարաբնույթ բաղադրիչներից ու ունի իր առանձնահատկությունները։ Անպայման հաշվի ենք առնում տարիքային առանձնահատկությունները, եթե առկա է դեմենցիա, որոշակի հոգեկան խնդիրներ, դրանք ենք անպայմանորեն հաշվի առնում, անհատական առանձնահատկություններն ենք հաշվի առնում։ Եվ այս առումով կարևոր է նաև հաշվի առնել իրենց հետաքրքրությունները, եթե մենք, չգիտեմ, ցանկանում ենք զարգացնել իրենց ճանաչողական գործընթացները եւ ամբողջ մեթոդիկան փորձում ենք կառուցել դրանց զարգացման շուրջ, կրկին պետք է հաշվի առնենք իրենք ինչ երգեր էին օրինակ լսում, ինչ ֆիլմեր էին դիտում, հա, եւ այդ ամենը հաշվի առնելով է կառուցվում իհարկե աշխատանքը։ Հոգեբանական առումով 60-ից 65 տարեկան անձինք ինչ փոփոխությունների են ենթարկվում, ինչ խնդիրներ ունեն առանձնահատուկ եւ արդյոք մեր երկրում նրանց, այսպես ասած, թոշակի ուղարկելու եղանակը շատ հաճախ մի քիչ բիրտ նոր խնդիրներ չի առաջացնում այդ մարդկանց համար։ Ասեք կարծում եմ, որ բուն թոշակի անցնելու գործընթացը ինքը խնդրային չի, քանի որ պետությունն է, հա, պետություններն իրենք երաշխավոր են կանգնում իրենց քաղաքացիների բարեկեցիկ ծերության համար, այլ հարց է, թե թոշակից հետո, հա, երբ անձը դադարում է աշխատել, ինչպես է ընթանում իր կյանքը, ինչպիսի պայմաններում է նա շարունակում իր կենսագործունեությունը։ Մի բան է, երբ մենք անձին ասում ենք վերջ, դու այսօրվանից այլևս աշխատունակ չես, հա, եւ մի տեսակ կարծես մարդու կյանքը այդտեղ ավարտվի։ Մի բան է, երբ մենք ստեղծում ենք հարթակ, որտեղ տարեցը կարող է լինել սոցիալապես ակտիվ, ներգրաված լինել տարաբնույթ գործընթացների, դա կլինի սոցիալ, քաղաքական, տնտեսական, հա, եւ հոգում ենք նրա ֆիզիկական, հոգեկան առողջության մասին, եւ եթե մենք դիտարկում ենք միջազգային փորձը, ապա տեսնում ենք, որ կան տարաբնույթ խմբակներ, արվեստի դպրոցներ, հա, որտեղ տարեցները հաճախում են, գնում են, պարում են, նկարչությամբ են զբաղվում, հա, արվեստի տարբեր այդպես խմբակներ կան, կամ կան ցերեկային կենտրոններ, որտեղ իրենց ժամանակն են անցկացնում, չգիտեմ, ճանապարհորդում են, այսինքն պետությունը կարողանում է ստեղծել այդ պայմանները կամ հասարակությունը տալիս է այդ հարթակը։
Եվ ուրախություն ասեմ, որ նկատել եմ մեզ մոտ նույնպես սկսել են տարբեր ցերեկային կենտրոններ բացվել եւ ոնց որ թե տեղաշարժ կա այս առումով եւ իրոք անչափ կարեւոր է հենց այս հաջորդ փուլը, որպեսզի տարեց տեսնի, որ ինքը մեկուսացած չի եւ դեռևս կարող է իր մտավոր ֆիզիկական, սոցիալական ներուժը օգտագործվել իշա հասարակության ներքո։ Արդյոք բոլորից շատ նրանք չունեն հոգեբանական աջակցության խնդիր։ Ինձ թվում է հոգեբանական աջակցության կարիք ունեն բոլոր խոցելի խմբերը, այդ թվում նաև տարեցները։ Ինչ վերաբերվում է երիտասարդների հասարակության վերաբերմունքին, ես ցավոք չունեմ նմանատիպ հետազոտություն այս բան իրականացած, որ հստակ այսպես ասեմ, թե մենք առօրյայում կարող ենք տեսնել որոշակի փոփոխություններ։ Անդրադառնանք Ռոբին ռոբոտը տարեցներին ծրագրին, մոտ 1 տարի տևեց այդ ծրագիրը, դուք էլ ներգրաված եք ակտիվորեն այդ ծրագրում, ինչ ցույց տվեց պրակտիկան, տարբերվում են արդյոք պետական խնամքի ներքո գտնվող անձինք տարեցները եւ ընտանիքում։ Նորքի ինտերնատում Ռոբին ռոբոտի մուտքը մեզ համար նոր մարտահրավեր էր մեր կազմակերպության համար, քանի որ մինչ այդ Ռոբին, ինչպես գիտեք, բուժ հաստատություններում էր եւ հիմնականում երեխաների հետ էր հաղորդակցումը եւ մեզ անհրաժեշտ էր այսպես նոր բովանդակությամբ, նոր կոնտենտ պատրաստել եւ մեզ համար նոր մարտահրավեր էր եւ ի ուրախություն բոլորիս տեսանք, որ տարեցները մեծ ողջավորությամբ ընդունեցին ռոբոտին եւ շատ հետաքրքիր էր իրենց ընկալումը ռոբոտին, շատերը իրեն որպես թորնիկ են ընկալում, շատերը որպես ընտանիքի անդամ, ընկեր, այսպես շատ մտերմական էր։ Ծրագրի նպատակը մի քանի այսպես մասից էր բաղկացած, ուրեմն կարիք կար մի մասով նրանց ճանաչողական, տարեցների ճանաչողական գործընթացները զարգացնել, հիշողություն, ուշադրություն, մտածական գործընթացներ եւ մյուս բաղադրիչը տարեցների ուրեմն ստրեսի, տագնապի կարգավորման մեխանիզմների զարգացման ներմիտված դրական հույզերի այսպես շատացմանը միտված էր եւ կարծես Ռոբինի օգնությամբ իրենք լրացնում էին այդ ընտանեկան ջերմության բացը եւ ինչպես նշեցիք կորոնավիրուսի այդ ժամանակահատվածում էր եւ մեկուսացված էին իրենք առավելապես մեկուսացված էին եւ Ռոբինի օգնությամբ այս շփման բացը լրացվեց եւ թե ընտանիքում, թե ընտանիքից դուրս տարեցները միշտ ունեն այս շփման, հաղորդակցման կարիքը։ Իսկ ինչ խորհուրդ կտաք մեզ լսող մարդկանց հոգեբանական ինչ գործիքներ եւ մեթոդներ կիրառեն, որպիսի կյանքի վաստակած ու հանգիստ փուլը լիարժեք վայելեն, խնդիրներ չունենան թեկուզ հասարակության հետ, ընտանիքի հետ։ Իրականում ստիրիլ միջավայր գոյություն չունի եւ անհնար է որպեսի մենք ապրենք մի միջավայրում, որը զերծ է տարբեր խնդիրներից ու կոնֆլիկտներից եւ ըստ էության ինչ որ առումով դրանք մեր զարգացման ու կյանքի շարժիչ ուժն են լինում, այլ բան է թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ խնդիրներին ու կոնֆլիկտներին, մենք դրանք փորձում ենք կառուցողական կերպով լուծել, թե տալիս ենք ոչ կառուցողական վերաբերմունք եւ վարք։ Այս առումով կարևոր է որպեսզի մենք թե տարեցները եւ թե նրա շրջապատող անձինք կիսվեն իրենց մտահոգություններով եւ հույզերով։ Եթե ինչ-որ մի բան անհանգստացնում է, դրա մասին ուղիղ կերպով ասել, որ այս կամ այն իրադարձությունը, խոսքը ինձ տխրեցրեց, ես ինձ լավ չեմ զգում, պիտի խնդրեմ, որ նման կերպ չխոսես կամ չասես կամ ինձ անհանգստացնում է, որ մենք քիչ ենք շփվում, այսինքն նույն տեղեկատվությունը կարելի է կառուցողական կերպով ասել եւ երբ որ մենք կառուցողական կերպով ենք միտված լինում խնդիրը լուծել, խնդիրը սովորաբար հենց այդպես էլ լուծվում է եւ վիճաբանության չի հասնում եւ հակառակ էֆեկտը չի ունենում։ Եվ ընտանիքի անդամներին կուզենայի ասել, որ բնականաբար երբեմն ունենում ենք դժվարություններ տարեցների հետ, շատ ու շատ գործոններով պայմանավորված, մանավանդ երբ արկա է լինում տարբեր տեսակի դեմենցիաներ, տարեցներն ունենում են հիշողության խանգարումներ, կորուստներ,
մասնակի կամ ամբողջական կամ ունենում են մտածական գործընթացների խաթարումներ, երբեմն մենք կարող ենք անհամբեր գտնվել, ինչ որ մի բան էսպես միանգամից ցանկանալ, որ տարեցը անի, պետք է հիշել, որ իր տարիքային առանձնահատկություններն ունի տարեցը եւ շատ բաներ ինքը միտումնավոր չի անում, այլ իր հոգեկան ու ֆիզիոլոգիական վիճակով պայմանավորված է անում